Գրեթե 2 տարի առաջ Փաշինյանը ցնցուղն ուղղեց դեպի կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանին և հորդորեց ճշտել դրա գինը։ Ապա հետևեցին ազատվան հրամաններ, սակայն այս ամենից հետո անորակության մակարդակը դպրոցաշինության մեջ չփոխվեց։ Մեկ ցնցուղ պոկելը և կախիչ ջարդելը քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ղուլորյանը ոչ միայն չմարսեց, այլև հեռացվեց պաշտոնից։ Դրանից հետո 2024 թվականի հունվարի 10-ին պետական վերահսկողական ծառայությունը հայտարարեց, որ ուսումնասիրություն է սկսել քաղաքաշինության կոմիտեում վարչապետի հանձնարարությամբ։ Կոտրված կախիչի պատճառով զոհ գնաց նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, հետագայում ստանալով թոշակառուի աշխատանք կառավարությունում։ Իսկ օրերս Աբովյանի նորակառույց թիվ 2 հիմնական դպրոցում, երբ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ շրջում էր, փորձեց բացել կահավորված լաբորատորիայի ծորակը, բացեց և հայտնվեց ամոթալի վիճակում։ Ջուրը թափվեց սեղանին, ակնհայտ երևում էր, որ բռնակը մի փոքր ուժեղ պտտելու դեպքում այն կկոտրվեր։ Սակայն տպավորություն էր, որ նախարարի համար կարծես թե բնականon երևույթ է դարձել։ Նախ հայտարարեց նոր դպրոցների կառուցման մասին, ապա կառուցումն էլ իրագործում է անորակ, բայց այլևս ազատումներ չկան։ Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությունը, սակայն այդ ժամանակ Փաշինյանը ոչ կախիչ էր փորձարկել և ոչ էլ ցնցուղ քանդել։ Այս անգամ էլ լրագրողների հորդորով ստուգվեցին կախիչները, որից Անդրեասյանը հրճվեց ասելով՝ «Խնդրեմ, ստուգեք»։ Հարկ է նշել, որ այս դպրոցի շինարարության բյուջեն ավելի քան 4 միլիարդ դրամ է կազմել, կրթական հաստատությունը նախատեսված է 1000 աշակերտի համար։